Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցեց Երևանում անցկացված «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող «Ապրի» ֆորում 2025-ին։ Պանելային քննարկման ընթացքում Հակոբ Արշակյանը նշեց, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից բազմաթիվ խնդիրներ են այժմ առաջանում տեխնոլոգիաների կտրուկ զարգացման պատճառով, որոնք փոխում են ոչ միայն մեր կյանքը, այլև պետությունների քաղաքականություններն ու կարողությունները։ Հայաստանը բավականին երկար ժամանակ է տեխնոլոգիաները համարում է առաջնահերթ պետական բոլոր քաղաքականություններում։ Հարյուրավոր ընկերություններ արհեստական բանականության, կենսաբժշկության, ծրագրավորման, միկրոէլեկտրոնիկայի ոլորտներում գիտահետազոտական կենտրոններ են տեղակայել Հայաստանում։ Կառավարության կողմից ստեղծվել են բազմաթիվ նախաձեռնություններ, որոնց հիմնական նպատակն է ոչ միայն օգնել տեղական ընկերություններին, այլև բարենպաստ պայմաններ ստեղծել միջազգային կազմակերպությունների համար։ Խոսելով ներքին եւ արտաքին մարտահրավերների մասին, Հակոբ Արշակյանը կարևորեց Հայաստանի սահմանների բացումը։ Սահմանների բացումը կստեղծի իրատեսական ընդգրկուն հնարավորություններ ոչ միայն տնտեսության համար։ Տարածաշրջանում կհաստատվի եւ կամրապնդվի հարատև խաղաղություն։ Բոլոր մասնակիցների շահերից է բխում տարածաշրջանում ունենալ խաղաղություն եւ կայունություն, եթե այնտեղով միլիարդավոր դոլարների ապրանքաշրջանառություն կա։ Հակոբ Արշակյանն ընդգծեց կրթության կարևորությունը եւ նշեց, որ կրթական համակարգն է, որ պետք է մարդկանց սովորեցնի օգտվել արհեստական բանականությունից եւ ստեղծել ներուժ փոխելու խաղի կանոնները, իսկ երկիրը դարձնել մրցունակ պետություն։ Քննարկման ընթացքում ազգային ժողովի փոխնախագահը խոսեց Սփյուռքի հետ համագործակցելու անհրաժեշտությունից, անդրադարձավ Հայաստան-Հնդկաստան համագործակցությանն ու նշեց, որ երկու երկրների ջանքերով կստեղծվեն համագործակցության նոր եզրեր հնարավոր բոլոր ոլորտներում։ Քննարկման մասնակիցներին ներկայացվեց նաեւ կառավարության հեղինակած խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Այն տարածաշրջանին կբերի ոչ միայն բարգավաճում եւ կայուն խաղաղություն, այլև տնտեսական, լոգիստիկ, իրատեսական փոխհամագործակցության ընդգրկուն հնարավորություններ։ Հակոբ Արշակյանը պատասխանեց համաժողովի մասնակիցների հարցերին, անդրադառնալով տեխնոլոգիաների եւ ներդրումների խթանմանը, էներգետիկ անվտանգության առաջխաղացմանը, քաղաքացիական հասարակության ներգրավվածության ուժեղացմանը։